Այսպես մենք այսօր Nemra խմբի հետ ենք նրանց փորձատեղում եւ ինչպես գիտեք հունիսի 11-ին սպասվում է նրանց մեծ մենահամերգը Համալիրում։ Եկեք զրուցենք խմբի անդամների հետ։ Վան, ինչ համերգ է սպասվում, ինչ կպատմեք, ինչ անակնկալներ եւ ինչ ծրագիր եք ներկայացնելու։ Սպասվում է Nemra խմբի համերգը, այդքանը։ Ես բարբանշիկն էի, չէ՞, խմբի։ Հա, բարձր։ Այո, բարև ձեզ։ Բացի հենց համերգից նաև լինելու է երրորդ ալբոմի շնորհանդեսը, որը կոչվում է The End of the Party, լավ եմ չէ՞ սովորել տեքստը։ Այլ հարց։ Այո, այդքանը։ Եկեք սկսենք նորից։ Ինչպես նշեցին մեր հատուկ թղթակիցները Nemra-ից, սկսենք նորից։ News AM Style-ը ներկա է հայկական ռոք խմբի հերթական փորձին։ Այստեղ տրամադրությունը բարձր է, քննարկումները թեժ։ Այսպես են երաժիշտները պատրաստվում հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայանալիք իրենց առաջին մենահամերգին։ Համալիրում համերգ ունենալու առաջարկը եղել է TM Production-ի կողմից։ Բացվի երկին Փորձերը շատ հետաքրքիր են անցնում, որովհետև վերջապես մենք անցանք մեր նոր երգերին, արդեն 2019 թվականից մեր նախորդ ալբոմից հետո գրվել էին այս երգերը ու սպասում էին անհամբեր, թե երբ պետք է իրանց վերջնական փաթեթավորենք, որ ներկայացնենք հանդիսատեսին ու շատ ոգևորված ենք, որ վերջապես այդ հնարավորությունը կա ու այդ հնարավորությունը շատ մեծ դահլիճում է Համալիրի պատրաստվում ենք հիանալի հնչողությամբ, հիանալի լուսավորությամբ, հիանալի մարդկանցով հրաշք համերգի։ Եվ արդեն մեկ-մեկ չենք համբերում փորձերին, նվագում ենք մեր հաջորդ 4 ալբոմի երգերից ու հազիվ մեզ ստիպում ենք, որ չէ հետ գանք այս ալբոմը։ Հենց համերգի օրը կկայանա նաև Nemra-ի 11 նոր երգից բաղկացած նոր ձայնասկավառակի շնորհանդեսը։ Կլինեն նաև այլ անակնկալներ, բայց այս ամենի մասին հերթով։ Կարծում ենք, որ շատ լավ ավանդույթ է ամեն դեպքում CD-ին ու նույնիսկ ծրագրերում կա նաև վինիլի թողարկում, որովհետև ամեն դեպքում հետաքրքիր է, երբ որ մարդ կարող է ունենալ շոշափել այն ինչ որ լսում է ականջակալներում եւ նաեւ նվերներ տալ, կարող է պահել որպես հիշատակ, որպես հուշ։ Մարեկին եմ ուզում հարցը տալ, Վանը մի քանի օր առաջ եթերում կատակարեց, որ ձեր փոխարեն համերգի կեսը պետքա նվագի Զվերի խմբի թմբկահարը։ Այ ինչ զգացիք այդ պահին։ Մի հատ շտապ թեմա կապեր։ Լսի, ուրեմն Ռուսաստանից Զվերի բարաբանշիկն է գալու։ Մի խոսքով տենց պրոդյուսերները բան կապվեցին հետս։ Ասում են ուզում ա ձեր հետ նվագի։ Մի խոսքով հնարավորություն կա, որ համերգի կեսը ինքը նվագի։ Ինչ ես կարծում։ Համալիրի։ Мне это не нравится, очень не нравится. Խի, ինչ կլինի, որ։ Շմբանչինի։ Ինդուրը էդի միակ ձևիչ։ Այդ բանք մի հատ չհասկացա, ոչ մի բան չզգացի, ասում եմ ստուպար եղավ, հա, միջև հիմա չհասկացա։ Հա, դե թող նվագի փողը ինձ տան, ինքը գնա նվագի։ Հա, ինչ։ Ինչ կանեք, բանին որ այդպես աներ։ Չէ, եթե լուրջը տենց բան ինքը չէր անի։ Որտեվ հարազատ է ինքը տենց բան ինքը պրոստը չէր կանի։ Դրա համար էս մտքովս կյանքում է տենց բան չէր անցնի։ Հեսան հենց անելու հուզվել։ Ուրիշ ինչ կամ ասեմ։ Համերգին կհնչի մոտ 30 երգ, ստեղծագործություններ, որոնք արդեն ծանոթ են խմբի երկրպագուներին եւ իհարկե նոր երգեր։ Տասնմեկ թիվը խորհրդանշական է խմբի անդամների համար։ Մենք էլ որոշեցինք չշրջանցել թեման ու 11 հարց ուղղեցինք նրանցից յուրաքանչյուրին, որոնց նրանք պատասխանեցին միմյանցից գաղտնի։ Ով է միշտ ուշանում փորձերից։ Վանը։ Ես։ Վանը, հետո ես։ Վանը վասպուրը ավելի շատ։ Ով է ամենակոնֆլիկտայինը։ Ես։ Ես։ Վանը, բայց հասկանալի է, որտեղ ամբողջ պատասխանատվությունը իր վրա է։ Ես։ Ով է ամենանեղած կոտը։
Երևի Վանը։ Մարեկը։ Եվ Մարեկը։ Էլի ես։ Ով է ամենից շատ հուզվում բեմում։ Էլի ես։ Մարիաննան։ Միայն Մարիաննան է հուզվում։ Էլի ես։ Ով է ամենից շատ ոգևորվում, երբ նոր երգ եք ունենում։ Պասպուրը, բայց իրականում բոլորս էլ ոգևորվում ենք, չեմ կարող մի անուն նշել։ Բոլորս կարծում եմ ես մեկը դժվար մեկը առանձին։ Ֆինանսական տեսանկյունից Մարեկը։ Չէ, ով որ երգը գրել է ինքը։ Էլի ես։ Ում հետ եք ամենամտերիմը խմբում։ Մարեկը եղբայրս։ Ոչ մեկի։ Երևի Վանի, չգիտեմ, քիչ կասկածներ կա, բայց երևի Վանի։ Սաղս մի ընտանիք ենք։ Ում հետ եք կիսվում գաղտնիքներով։ Մարեկի ու Վանի։ Նայած գաղտնիք չեմ, ամեն մեկի հետ մի գաղտնիք կիսվել եմ։ Գաղտնիք չունեմ։ Բացարձակ։ Ոչ մեկի։ Ով է ամենաբարին ու ամենաօգնողը։ Դե ես բարի եմ։ Օգնողն էլ բոլորս էլ օգնող ենք։ Մարիաննան։ Ես։ Չէ, հասնող եմ։ Բոլորս է իրար հավասար հասնող ընկեր ենք, սաղս իրար հարգում, սիրում ենք, որտեղ արդեն ինչքան եկա մեծ ճանապարհ ենք անցել իրար։ Ձեր երգացանկից ձեր ամենասիրած երգը։ Room 11։ Մինչև հիմա հմ երգը այս ամսի 11-ից հետո կդառնա A Song to End the Party-ն։ Միանշանակ նոր ալբոմից End of the Party-ն։ Last Chance-ը why-ը հավասար են իմ համար, որոշ երգերը ունեն ոնց որ բարձր աստիճան, որտեղ իմ մուդը է տաբռնում, որոշները մի քիչ պակաս, մի քիչ ավել, բայց հիմնականը բոլորն է սիրում եմ։ Ամենասիրելի տեսահոլովակը։ Espany she's beautiful-ն է մտքիս գալիս։ Daisy-ն առանձնահատուկ է իմ համար ամեն դեպքում։ Daisy-ն։ Առաջինը։ Արնեմելեմն էլ եմ դուրս գալի, որտեղ այտենց մի հատ կայֆ սցենար է եղել է, կարամ երկու բառում շուտ պատմեմ։ Կլիպը բոլորը թե Արնեմելեմի տեսել եք, սցենարով կար, որ ես պետք է մեքենան քշեմ ավտոբուսը, ու ինքը ճանապարհին պետք է փչանար, ու ես իրան սարքել, տիպ կլիպի կադրատ է։ Բայց իրականում ես հետս ռազվադնոյ կլուչ եմ վերցրել, որ տիպը դերի մեջ տենց խաղամ այդ կլուչի հետ, ու իրականում այդ ավտոբուսը ճամփին ձմեռը փչացել է, ու ես այդ ավտոբուսը վերանորոգել եմ հենց ճանապարհին։ Ու այդ կլուչը օգնեց, ռեալն է փչացել է, ու ես սարքեցի այդ ավտոբուսը։ Ինչ համերգ եք խոստանում հունիսի 11-ին։ Գժական։ Խառնի ճաղանջ։ Հաստատ ասել են գժական, չէ՞ մյուսները։ Նեմրայական տրամադրություն։ Շատ գժական, հա, գժական տրամադրություն արելով շոկ արել։ Neither don't you know the thing is a foolish pride you always must be right. Don't you see that I need somebody